Համաձայն։ Չգիտեմ կփոխենք թե չէ, բայց շոքա համաձայն։ Կքննարկենք չգիտեմ, այս բանը չունեմ որոշում, նույնիսկ չունեմ որոշում խոսնակ կլինի թե չի։ Հիմա հարցը պարոն Օբելյան, երևի ձեր առաջարկին է վերաբերում ընդդիմության հետ աշխատելու, հետաքրքիր որ առաջարկում եք սկսել զրոյական կետից, այսինքն դա նշանակում է, որ դուք առաջարկում եք ընդդիմությանը մոռանալ պատերազմը, զոհերը, Արցախի հանձնումը, հնարավորությունները, որ տեղի ունեցել ձեր իշխանության օրոք եւ ինչի մեջ մեղադրում էր ընդդիմությունը այս տարիներին ձեզ, այսինքն մոռանալ այդ խոսքույթ այդ քննադատությունները, այդ պայքարը, որ ձեր դեմ ծավալում էր եւ սկսել նոր մակրոհեջից, հետեւաբար որն է լինել ընդդիմության գործողությունները այս դեպքում եւ իրոք դուք ակնկալում եք որ պետք է մոռացնել ամեն ինչ որ տեղի ունեցել ձեր իշխանության օրոք եւ ձեր պատասխանատվության ներքո։ Եվ երկրորդ հարցը Մեսրոպ Մանուկյանը երեք հետաքրքիր ելույթ ունեցավ, բավականին մեծ ուսումնասիրություններ կատարել ձեր եղբոր հետ կապված դրվագներով, որ Ամիոբանկի խորհրդի նախագահի տեղակալ է, կապացված պետական մասնաբաժիններ եւ այլն չթվարկեն, սրանք խնդրեմ անդրադառնալ ու նաեւ այն, որ ձեր աներոջը դուք այստեղ նշանակել եք արտաքին կապեր վարչության հետ, բայց կարծեմ նախորդից էր նշանակված, չէ՞։ Ավարտեք հարցը։ Ավարտեք հարցը։ Ձեր ամենը չի եղել։ Ավարտեք պատասխանը։ Այսինքն որ դատապարտված եղել, դուք այդ կապված ինչ-որ կաշառքի գործողացման Շնորհակալություն երկրորդ մասով պարոն Մակարյան ուրախ եմ որ վերադարձեք ազգային ժողով, բայց խնդրում եմ հարցեր տալուց առաջ գոնե ուսումնասիրեք եւ դժվար չէ ճշտել բաներ, որոնք ակնհայտ, այսինքն հասանելի են հանրային կերպով։ Իմ աներոջը ես երբևիցե ազգային ժողովում չեմ նշանակել։ Ասեմ ավելին, իմ աները, երբ որ աշխատում էր ազգային ժողովում, իմ աները չէր։ Իսկ երբ որ դարձավ իմ աները, այդ ժամանակ արդեն չէր աշխատում ազգային ժողովում։ Հետևաբար հարցի պատասխանը համարենք սպառազներ, չէ, մի վայրկյան։ Ինչ վերաբերում է Մեսրոպ Մանուկյանի ելույթին, անդրադարձել եմ այդ թեմային։ Իմ եղբայրը 2017 թվականի դրությամբ աշխատել է մեկ բանկում որպես գործառնական տնօրեն, այսինքն դա շատ բարձր պաշտոն է եւ վարչության անդամ, հետո 2025 թվականին տեղափոխվել է մեկ այլ բանկ աշխատելու որպես մանրածախ բիզնեսի տնօրեն եւ վարչության փոխնախագահ եւ այստեղ որն է ռիսկը ես դժվարանում եմ պատկերացնել եւ կրկնում եմ, եթե փաստարկ լինա, որ իմ եղբայրը 20%, 25% պետական մասնակցությամբ առևտրային բանկում է աշխատում, Մեսրոպ Մանուկյանի կինն էլ 100% պետական մասնակցությամբ ազգային ժողովում է աշխատում եւ ինչ վերաբերում է բարեկրթության իմ առաջարկին եւ մոռանալու, ես չեմ առաջարկում մոռանալ ոչինչ, ես ընդհանրապես առաջարկում եմ երկու բան. Ընդունել ժողովրդի որոշում կայացնելու իրավունքը եւ ժողովրդի որոշումը, որը կարող է մարդկանց դուր գալ կամ չգալ, բայց ընդունել այն եւ բ առաջինից բխող հարգանք ժողովրդի ընտրության հանդեպ, հարգանք ժողովրդի падգամավորների հանդեպ եւ պարզ մարդկային բարեկրթություն եւ դաստիարակություն։ Այսքանը ես ոչինչ ընդդեմ դուք ոնց որ օգտագործեցիք միասին աշխատել տերմինը, ես մանրամասնեմ էլ, ես չեմ առաջարկում իրանց դառնալ մեկ թիմ, աշխատել նույն ուղղությամբ։ Ես առաջարկում անել մեր գործը, մենք ընտրվել ենք ամեն մեկս падգամավոր լինելու համար, դա նշանակում է մասնակցել նիստերի, զբաղվել օրինաստեղծ աշխատանքով, մասնակցել հանձնաժողովների նիստերին, ես առաջարկում եմ դա անել, ոչ ավել, ոչ պակաս։ Շնորհակալություն։ Չէ, բայց արդեն համեցեք։ Պարոն Մակարյան,